ներում բեկում չի լինելու։ Այսպես է վերնագրել Պենտագոնի ղեկավարը այս տեսանյութը։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի հրապարակած կադրում երևում է, ինչպես է ամերիկյան բանակի թիրախային հարվածից պայթում նավակը։ Ըստ ամերիկյան կողմի այն վենեսուելական է, նախատեսված թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Փորձել է մոտենալ Միացյալ Նահանգների ափերին։ Նավակում 2 մարդ է եղել, 2-ն էլ մահացել են։ Նարկոահաբեկիչներ են անվանում նրանց ամերիկացիները։ Միջազգային օրակարգի թոփ թեման է։ Վերլուծաբանները բաժանվել են 2 բանակի։ Մի մասը պնդում է, թե Վենեսուելան իրոք թմրանյութեր է մտցնում Միացյալ Նահանգներ, իսկ Թրամփի կաբինետը արդար պայքար է մղում դրա դեմ։ Մյուս մասը վստահ է, որ նարկոահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ Թրամփը փորձում է գրավել Վենեսուելան։ Էքսիոսի տեղեկություններով Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է հեռացնել Մադուրոյին իշխանությունից։ Անգամ $50 միլիոն է պատրաստ տալ նրան ձերբակալողին։